Երեխեք ջան, ողջույն բոլորին։ Ինչպես տեսնում եք, ես այստեղ պատրաստվում եմ, որովհետև եկավ քննության օրը, ավելի կոնկրետ։ Уже некуда деваться, надо идти в համալսարան։ Դա շատ վախենալու է։ Ճիշտ է, վախ կա մոտս, բայց մտածում եմ, որ ես պետք է վերահսկեմ իմ էմոցիաները։ Ունենք այն ինչ որ ունենք, պարապել ենք, ինչքան պարապել ենք, վատ չենք պարապել, հետևաբար չեմ ուզում հավելյալ պանիկա ստեղծել ինքս ինձ համար, ուզում եմ լինել կշռադատված, հանգիստ եւ ուղղակի անել այն, ինչ որ ես սովորել եմ, կարողանալ այդ պահին հիշել այն, ինչ ես սովորել եմ, այդքան մի բան է ինձ պետք։ Հիմա ես մի հատ արագ գնամ դիմահարդարվեմ, իմ մեծ հայրի մոտ դա հարմար է անել, որովհետև իրականում շատ ժամանակ չունեմ, մոտ ժամ ու կես, ու դուրս կգամ տաքսիով դեպի համալսարան։ Եթե պատրաստ եմ, այսպես փորձել եմ նուրբ մեյքափ անել, շորիկս եմ հագել, չգիտեմ ինչի եմ սենց ձուկվե զարդարվել, բայց մի տեսակ սիրտս այսպես ուզեց, չնայած դրսում ապուշ եղանակ է, սենց են կիսա անձրև, կիսա ձնհալ, կիսա ամեն ինչ խառնված է, բայց միևնույն է ուզեցի մի տեսակ պատրաստված գնամ։ Մի 10 րոպեից տաքսի կկանչեմ երեխեք ջան, ու մենք կշարժվենք դեպի մանկավարժական համալսարան, Աստված մեզ հետ, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի Աստծո օգնությամբ, եւ ինձ թվում է արդեն այս մի этаպը գոնե կդնեմ մի կողմ ու կզբաղվեմ այն ամենա իմ կողմից լուրջ մոտեցումով պահանջող քննությամբ, հոգեախտաբանությամբ, դա իսկապես ամենաբարդն է ու շատ աշխատանք է պահանջում էլի։ Ես հասա մի փոքր վերև տաքսին կանգնեց, որտեղ կանգնեցնելու տեղ չկար, եւ հիմա մի 20 րոպե ունենք, ես այդպես էլ ուզում էի փոքրին շուտ հասնել, մի քիչ երեխեքով զրուցենք, չնայած կարծում եմ դեռ միայն ես կլինեմ եկածներից, բայց կգան շուտով։ Արևոտ է եղանակը կարևորը, չնայած այս շլոփ-թլոփ վիճակներին գոնե արև կա։ Երեխեք ջան, մենք քննությունը ավարտեցինք, այստեղ կիվի բանան ֆրեշ եմ վերցրել եւ նուտելայով ինչ-որ մի բան էսպիսի։ Ես դիտման պարավոտը սուրճ չխմեցի տանը, որ կալորիաների պերեդոս չլինի։ Քննությունը լավ անցել, տանը ավելի մանրամասն խոսենք այդ ամեն ինչի մասին, երեխեք ջան, դե իսկ հիմա մենք կուրսեցիներով մի քիչ զրուցենք։ Սուրճը սառը եկա։ Ես արդեն տանն եմ, էմոցիոնալ օրվանից հետո կարող եմ վայելել սուրճս։ Եկեք պատմեմ քննության մասին։ Քննությունը փառք Տիրոջը անցավ բարեհաջող։ Ինձ ընկած բոլոր հարցերին ես կարողացա տալսպառիչ պատասխանել, անգամ դասախոսի կողմից արժանացա կոմպլիմենտի, ինչը այդ դասախոսի համար մեծ հաղթանակ է։ Որպես արդյունք ստացել եմ 90, դա իմ մոտ ամենաբարձր գնահատականն է, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Ես գտնում եմ, որ եթե հաշվեմ, թե ինչքան էի պարապել իր առարկայի համար, դա սենց ասեմ, մինիմալն էր։ Եվ սա մեծամտություն թող չհնչի, ես սա ձեզ օբյեկտիվ եմ ասում, ես գիտեմ ինչքան էի պարապել, էլի, մինչև 95 կարող լիներ։ Բայց 90-ը իր համար շատ լավ գնահատական է, շատ շնորհակալ եմ, որ ինքը այդ արեց ու դրեց 90, էլի։ Դեռ մեծամասամբ 80 քանիսն է իր գնահատականը։ Մի խոսքով շատ երջանիկ եմ։ Հիմա ունեմ 6 օր, որպեսզի անցնենք մյուս քննությանը։ Սա իմ ամենաբարդ քննությունն է լինելու, արդեն ասել եմ ձեզ։ Շատ բարդ։ Հաշվեք, որ բժշկական համալսարանի քննությունը, որովհետև ինքը ամբողջությամբ հոգեբուժությունը, տերմիններով, հիվանդություններով, լիքը ենթաճյուղերով, շատ բարդ։ 6 օրը հերիք է, որ այդ ծավալի նյութը սովորես։ Ոչ։ Փորձեմ անել իմ մաքսիմումը։ Այո։ Այդքանը կարամ խոստանամ ինքս ինձ, որ
Պրոչ հեռախոս, պրոչ ինտերնետ, ես կփորձեմ, այսպես ասեմ, մի ժամ պարապեմ, կես ժամ հանգստանամ, մի ժամ պարապեմ, կես ժամ հանգստանամ, այս սկզբունքով գոնե ինչ-որ չափով զգամ, որ պատրաստ եմ այդ քննության, որտեղ մտնես այդ քննությանը ու իմանալով, որ դու պատրաստ ես, էդի շատ ուժեղ մառայլի նագրուսկա է, որովհետև ինքը ամենախիստ դասախոսն է, էլի իմ համար։ Պետքա պատրաստվել։ Չգիտեմ, ասում եմ, որ ջանս դող անգնում, բայց գիտեմ, որ կստացվի։ Ես կփորձեմ։ Հիմա խորենի մոտ հեսա դասա, որից հետո տիգնախանութ, ջրերը առավոտից չկան, ոչ մի բան նորմալ չեմ կամ սարքեմ, տոլման վերջացավ, հիմա մի բան բերի երեխեքը ուտեն, մեկ է ջուր մի երկու շիշ գոնե խմելու, մինչև տեսնենք երբեմն բարեհաճում է ջրերը տալ։ Իսկ նաև ամենավատն է, ամենալավը, որից հիշում էի, թե հոգի ախտաբանության քննությունը ամսի 16-ին է, պարզվեց, որ 19-ին է, այդ մեծ ֆորայա իմ համար էլի, այդ մի քանի օրում շատ բան կարելի անել, դակ շտո պետքա պայքանել։ Երեխեք ջան, այսօր տոլի քննության է այդ առիթով, տոլի չնայած վերջերս խորենը անդադ, մի արա բալես արդեն, դա, տոլի երեխեքն էին ուզում, տոլի խորեններ ես վերջերս անդադ պիցայի մասին խոսում, մի խոսքով այդ բոլոր հանգամանքները գումարվեցին, պատվիրել են 2 պիցա, մեկը պեպերոնի, մյուսը օսոլեմիո է կոչվում, այստեղ կծու է ինձ թվում, Ele նորից արա, չէ, նոր ասմա, so cute, մի խոսքով, հիմա գնանք հյուրասենյակ, խոր ինչ-որ բան նայենք համել ձևքի հետ, մի կինո չենք հասցնի, կես ժամից է, չէ դասի, թեկուզ ինչ-որ մի հումորային մի բան, մի թեթև էլի, դիո, Давдян. Сталкиваешь для того, чтобы есть. Его есть. Мы хотим Համովա դավուկա, նոր ոնց է իրանում կուխնյայում, բելիսիմո, этого видео построить самый невероятный. ուտեմ ձեզ, դե վсё, բարի ախոժակ, մեզ, սեզ լրիվ պիկնիկ վիճակներ է, ջան, երեխեք ջան, նջասենյակում ստեղծել եմ պարապելուս համար հարմար պայմաններ, բերեցի սեղանս, բերեցի աթոռը, ինձ համար սուրճ եմ դրել, հայլու առաջ եմ դրել սեղանը, որպեսզի հայլու մեջ նայելով, ինքս ինձ հետ խոսելով ավելի լավ յուրացնեմ նյութը, քանի որ խորենը խոհանոցում դաս է տալիս, երեխեք աղմկում են հյուրասենյակում, մտածեցի, որ դուռ ունեցող միակ սենյակը նջասենյակն է եւ այստեղ գալը ու մեկուսանալը, պայմաններ ստեղծելը կլինի ճիշտ որոշում։ Այստեղ ես պարապում էի, խորենը վերադարձավ, բերելա անձեռոցիկ, ես սցենար էի ուզում ասեի, ես ցուցակ էի գրել, բերելա, այս կոնֆետները շատ են հավանել, տենց ծամոնանման իրանց համար է բերել, զապաշ ջուր են կարել, հիմա ջուրը ծորագից ենք խմում, բայց հաճախ անջատում եմ, որ տանել լինի էլի, թան, դավջան հլը կամած, քյուֆթա, այսօր ուզում եմ սարքել սպասի մեջ փոքրիկ սենց քյուֆթայով կոլոլակներ առանձին եմ փում, լսում եմ սպասի մեջ շատ համովայնում, եթե չեք փորձել, փորձեք, բանան, կաթնաշոր, Արտաշեսի ու Դավի սիրելի, քաբաբա բերեմ, մինչև սպասը սարքելը, թարմ կանաչի, սով, այստեղ բերել է տարատեսակ կոնֆետ, խոր իմ սիրած կոնֆետներից է բերել ու իրանց համար է բերել, սրանք ես չեմ սիրում, այս տիպի կոնֆետ, գնա հոգնվի Դավիթ, այս սուրճը, մածուն, սպասի էլի բանան, այսպիսի ձեռնոցներ և ինձ համար ուզել էի այսպիսի շոկո կոչվող տորտ, կոնֆետները վաղվա համար են, իսկ տորտը այսօր իմ սուրճի հետ, վсё, երեխեք ջան, հանդիպում ենք նույն վայրում, բայց իրականում արդեն անցել է մի 4 և ավել ժամեր նախորդ այս հատվածի իմ նկարածից, այս անգամ արդեն բարևում է ձեզ Դավը, այս անգամ արդեն սենյակային լույսի տակ, որովհետև մութ է գրեթե, հա բալես, եսա կնգնի կոֆեից մեջ այդ բանը, շարունակում ենք սովորել, վաբշե ես փորձում եմ օրվա առաջի կեսին սովորել, որովհետև երկրորդ կեսին ուղեղս ավելի վատ անկալում ես ծանր նյութերը, բայց միայն առաջի կեսով եթե բավարարվեմ, չեմ հասցնի ես ամբողջ ծավալը այդ մի քանի օրվա ընթացքում, հետևաբար պիտի գիշեր ու ցերեկ սովորել, այո, այդ ընթացքում խորենը պարապում է իր օնլայն դասեր երեխեք ջան, ես սպասի ծավալը եփեցի, ավելի ուշ ժամի արդեն մնացածը կանեմ, քանի որ բոլորս կուշտ ենք, տենց շտապելու խնդիր այս պահին չկա։
Իրականում երեխեք այնքան հավես իդեա էր իմ կողմից բերել իմ սեղանչիկը եւ դնել ննջասենյակում ու ստեղ պարապել, որովհետեւ արդեն ասեցի, սա միակ սենյակն է, որ դուռ ունի, ու ես այս պարապելու ամբողջ օրերի ընթացքում երեխեք կամած, երեխեք ինձ խանգարում եք, երեխեք ձայն, իսկ հենց ես կարող եմ գալ, իհարկե դեռ դուռը բաց է, որովհետեւ պլանավորում եմ սուրճս խմել նոր անցնել գործի, բայց ինձ ես ոնց որ ասած գոնե ինչ որ առումով մեկուսացած եմ։ Իսկ նման բարդության նյութեր ընկալելու համար իսկ հիմա շատ կարևոր է լռությունը ու մեկուսացած լինելը, որովհետև եթե մի քիչ հավելյալ աղմուկ եղավ կողքից, նյութը չես ընկալի, որովհետև խայտարակ բարդ է։ Երեկ գիշերը Խորենը հարցնում էր ինձ նյութը, խնդրել է ինչ-որ դրվագներ հարցնի, տեսնեմ ոնց եմ հիշում։ Ասում է, անդու ոնց ես սրանք հիշում։ Թե ինքն ես մարդա, որ լավ հիշողություն ունի, չէ՞ որ լեզվի մեջ այսքան բառեր ու բաներ հիշելը ինքը արդեն շատ դժվար պրոցես է։ Այդտեղ ինքն էր շոկի մեջ, այդքան տերմինների ծավալից։ Это жестко, скажу вам, это очень жестко։ Մնացել է ինչքան օր, այսօր 5 շաբթի էր երեխեք։ Ինչ որ շաբթի։ Արտաշես, այսօր 5 շաբթի էր, թե 4 շաբթի։ Ինչ? Այսօր 4 շաբթի էր, թե 5 շաբթի։ 5 շաբթի։ Մեկ փուչի Ջանիկներս։ Օ, ստակի մեջ եմ։ Հայն լույսից կլորակի մեջ է գլուխը երևում, դե լույսը ասած սեղմում են, չէ, հեռախոսի վրա կամա չթափվի։ Գնացիք խաղացեք, լավ, կրակն ես գնում, կանչում ես։ Ու այդ կլորակի մեջ է հենց այդ իր կադրը լինում։ Լավ, հիմա դուռը փակեք, գանդել, մաման անցնում է գործի։ Մի խոսքով, եթե այսօր 5 շաբթի է, դասերը տարա դու բալես, բայց իմ դուռը փակի նոր, հա բալ։ Ուրբաթ, այսօր արդեն համարյա պրսում եմ, ուրբաթ, շաբաթ ժեստում եմ դասի, հետևաբար մի քանի ժամ այդտեղ գնում եմ։ Կիրակի գաղա կուրսով հավաքվենք, մեկս մեկին, տենց ընդհանուր քննարկմամբ, ոնց որ ամրապնդենք նյութը, տենց որոշել են էլ երեխեքը, ճիշտ ասած ես ուզում էի չգնայի, մտածեցի, որ միգուցե իզուր ժամանակ կորցնեմ, ավելի ճիշտ կնի տանը մենակ պարապեմ, բայց մյուս կողմից մի հատ հետաքրքիր բան կա, որ օբշի քննարկումների ժամանակ լիքը դժվար տերմիններ կարան շատ հավես տպվեն գլխիդ մեջ, որովհետև ասոցիատիվնի ինչ որ sense խոսքի հետ էս ասոցիացնում, հիշում ես օրինակ քո կուրսի ես ինչ ասեց, դա, ու այդ տպավորվում է։ Դրա մեջ էլ հավես բան կա, միգուցե եւ գնամ, չգիտեմ։ Դեռ կմտածեմ, ու երկուշաբթի առավոտյան 10-ին այս շատ վախենալու թեման կլինի անցյալում։ Ես ուզում եմ հավատալ, որ դրական արդյունքով ամենախիստ դասախոսն է մեր։ Ես ասել եմ անընդհատ ասում եմ, բայց դե հիմա ներքին այսպես ասած ճիչա, ինքը խիստ է։ Եվ լավ դասախոս, այսինքն եւ լավ տալիս է նյութը, եւ շատ խիստ պահանջում է։ Հիմա դրանից հետո 2 օր անց մենք ունենք HR քննություն։ Այն ինչ որ կասեմ, սա միայն իմ հետ չի, սա մեր ամբողջ կուրսին է վերաբերվում, մենք դեռ չենք հասցրել պարապել HR-ը։ Նորմալ, որովհետև քանակական ու ախտաբանությունը այնպիսի ծավալ էին ենթադրում, ու այնքան կարճ պրամիժոտը կար, որ մեր ամբողջ էներգիան ուղղվել է այդ 2 առարկաների վրա։ Հիմա ես չգիտեմ ինչ մոգական ուժերով, հոգի ախտաբանության քննությունից հետո 40 քանի հարց պարունակող HR-ի նյութը ես պիտի 2 օրում, ինչ 2 օր, 1.5 օրում յուրացնեմ։ Ինձ հույս է տալիս են, որ ես իր բոլոր դասերին եղել եմ, ոչ մի բացակայություն չեմ ունեցել, թերևս ամենաակտիվ մասնակցողը կամ մասնակցողների եռյակում եմ եղել, այդտեղ շատ բաներ տպվել է գլխիս մեջ, էլի։ HR նշանակում է մարդկային ռեսուրս, human resource, տենց ոնց որ թարգման։ Մարդկային ռեսուրսների կառավարում, այդպես է այդ առարկան կոչվում, բայց այնտեղ կան տեսություններ, որոնք դու պիտի իմանաս։ Չգիտեմ ես դա ոնց պիտի անեմ, շատ դժվար է։ Ես գտնում եմ, որ այս ռեժիմը իրականում ուսանողների համար շատ ծանր է, շատ նյութերը, օրինակ ես գտնում եմ, որ
40 քանի հարցը ու այս կարճ ժամանակը շատ անհամատեղել են, հատկապես որ մի առարկա չի, այլ 3 առարկա է բանավոր քննություն, այն որ նոր տարին է, ու ընդամենը 10 քանի օր հետո սկսում է այդ ամեն ինչը։ Զուտ հաշվի առնելով նաև, որ մագիստրատուրայի շատերը ամուսնացած են, երեխա ունեն, աշխատում են, այս կողմեն կողմ, այդ բոլոր ֆակտորները հաշվի առնելով շատ ծանր է այս ծավալը, շատ ծանր։ Մանավանդ եթե դու սովորում ես, ոչ թե sense բախտի քմաճուքին, լավ գնամ, ինչ կնի, հա, մի բան կնի լիկվիդ չեմ ստան, չէ, այլ դու ուզում ես բարձր ստանալ, դու սովորում ես, դու ջանում ես, դու sense քայքայվում ես, կոպիտ ասած։ Ես երբ որ ընդունվեցի, ինքս ինձ էլ խոստացա, ձեզ էլ խոստացա, որ ես կամ լավ մասնագետ կդառնամ, կամ չեմ ուզում դառնալ, որովհետև ես տեղից մեր օրերում հոգեբանների մասին այնքան սպեկտրներ են պատտվում, որ շարլատանություն է, խաբեբաներ են, ու մարդիկ իրականում, հա, բալես, դե գնացեք էլ էսենյակից։ Մարդիկ իրականում տեղի կունեն այդպիսի բաներ ասելու, որովհետև շատերը ցավոք սրտի չեն կարողանում օգնել։ Դա ոչինչ, որ ես խոսում եմ, Դավ ջան։ Ախր տես Իզվինիով չի, այդ բանը ես չկարողացա մտցնեմ, որ եթե խոսում ենք, ասենք ես ու Խորենը խոսում ենք։ Իրանց համար պարալելն է, ու դա իմ երեխեքին չի միայն վերաբերում, այս սերունդի առանձնահատկությունն է, պարալելն է, մեկ է, դու խոսում ես, չես խոսում, դու ամուսինդ իրան գալիս են ու բլա 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 բլա, հետո հավասար սկսում են խոսել, այնքան նյարդայնացնող, ակարդում եմ կկիսեք իմ կարծիքը։ Հա, ինչ էի ասում, մարդկանց իրականում մտահոգությունները այս մասին, հա, որ խոսքեր են մասին, որ հոգեբանությունը շարլատանություն է, հոգեբանները շարլատաններ են, լա եկել անանց, որ իրոք շատերը այդպես են բարվում, այսինքն ոչ թե օգնում են, սենց ուղղակի իրանց համար փող են վերցնում, բայց ստեղ մի հատ ուրիշ բան էլ կա երեխեք, երբ որ ես հաղորդման հյուր էի վերջերս, այդ Մարինե Թագավչյանից մոտ, այնտեղի այդ բոդիբիլդեր տղան, ասում է իր միտքն է, որ տիպա հոգեբանությունը ստից բան է, մարդը ինքը իրան պետք է ուղղի, հոգեբանը անկապ տիպա արանքտեղ փող է էլի աշխատում։ Երեխեք, հիմա ես սա կասեմ ձեզ, որպես մարդ, ով որ հոգեբանությունից հեռու չի։ Հոգեբանը ոչ վալշեբնիկ է, ոչ վանգան է, ոչ մոգ է, ոչ կախարդանքների է տիրապետում։ Հոգեբանը ուղղակի լավ հոգեբանը ունակա ճիշտ ուղղորդել քո հետ գտնել քո խնդիրը դու պիտի բայց դա անես ինքը չգիտի քո ներաշխարը դու ես նավապետ դու ես իրան առաջնորդողը իսկ ինքն էլ քեզ առաջնորդում որ այդ նավարկության ընթացքում դու չմոլորվես դու քո նավը լավ գիտես ինքը այդ ծովը լավ գիտի որի մեջ քո նավը դեգերում է ու շատ կարևոր է այդ համագործակցությունը Այսինքն ոչ թե ակնկալես, որ գիտեք, ես երկու անգամ եկել եմ, իմ խնդիրը չէ դա այդպես չի։ Այնքան լավ կներ, որ հոգեկան process-ները տենց պարզ լինեին, որ մենք տենց երկու վայրկյան նստենք, հոգեբանը ասեր, էսա, գնում ես խմում ես ասպիրին, անալգին, խնդիրը լուծվում է, սա այդ ձև չի։ Սա շատ խորը, բարդ, բազմարմատ, բազմաճյուղ մի հատ համակարգ է։ Եվ կարևոր է, որ հոգեբանը պրոստը առաջին հերթին չվնասի, երկրորդ հերթին շահագրգիռ լինի քեզ օգնելու։ Ոչ թե տուպը ժամավաճառությամբ զբաղվի, փողերը վերցնի, դնի ջեբը գնա, այլ դու զգաս, որ մարդը քո հետ հավասար կառուցում է այդ կառույցը, կառուցում է քեզ նորից, վերակառուցվում ես այդ մարդու հետ։ Եվ ինքը օգնում է քեզ գտնել ճիշտ շինանյութը, ընտրել ճիշտ պատերի գույնը, չգիտեմ, դասավորել քո պատվալը, որը թափթփված էր ու ավիրված, այս շատ կարևոր է, բայց քաջ գիտակցումը, որ հոգեբանը հրաշագործ չի եւ չի կարող մի հատ այսպես անի ու քո բոլոր խնդիրները անհետանան, դա փաստ է երեխեք ջան, դա պետքա adekvat գիտակցել, որպեսզի հետո չստացվի ожидание в реальность, да? Всё, հոգեբանություն բայց շատ թույն սֆերա է, շատ բարդ, բայց շատ թույն։ Եկեք այստեղ ավարտեմ վլոգս, երեխեք, զգացիք չէ, ինչքան զրուցեցինք։ Ես թռնում եմ պարապելու։ Դուք էլ մի լավ մեկնաբանություններ գրեք, ոգևորող, ոգեշնչի, ձեր առօրյայից կիսվեք, ինչ ուզում եք գրեք։ Ես էլ կկարդամ կուրախանամ։